Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն այսօր պատասխանեց Ազատություն ռադիոկայանի հարցերին 3 ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում հրապարակված ընտրացուցակների վերաբերյալ։ Այս պայդրությամբ մեր տվյալներով 2,485,844 ընտրող ընտրական ցուցակներում Երևան քաղաքի ընտրողների թիվը 860,388։ Հիշեցնեմ, փետրվարի սկզբին հայտնի դարձան ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները մարդահամարի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների Հայաստանում բնակչության թիվը ներկայումս 2,870,000 է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2001 թվականի մարդահամարի արդյունքի համեմատությամբ բնակչությունն այսօր պակասել է 415,000-ով։ Հիմա ինչպես կարող է այս տարվա 2012-ի ընտրություններին մասնակցողների թիվը լինել ավելին, քան եղել է 2001-ին։ Ինչով եք դուք դա բացատրում։ Պատճառը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվող անձանց թվականակի աճն է։ 2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359,614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում։ Որտեղից այդ թիվը։ Դա մեր վերլուծությունների արդյունքներն են, բնակչության պետական ռեգիստրի վերլուծությունների արդյունքներն են, ընդ որում 185,000-ից ավելին 2008 թվականի փետրվարի 18-ի դրությամբ 18 տարեկան չէին, հետևաբար ցուցակներում չեն երևացել։ Բայց արդեն այս նույն քանակությամբ ընտրողներ 18 տարեկան լրանալու կապակցությամբ ձեռք է բերել ընտրական իրավունք եւ բնականաբար հայտնվել են ցուցակներում։ Բացի այդ 170-ից ավելի քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում, ընդ որում նրանք նախկինում հաշվառումներ չեն ունեցել։ Ներողություն, այդ 174,000 մարդը ըստ ձեր պնդումների որտեղից են եկել, արտասահմանից եկել են Հայաստան, թե հաշվառված չեն եղել։ Ուղղակի հաշվառված չեն եղել։ Դրանց տեղաշարժը թե որտեղից են եկել մենք չենք կարող վերահսկել բնականաբար։